որոշ չափով աղավաղում էին մեր լրատվական դաշտը, խանգարում են հեռարձակողներին որակյալ բովանդակություն ստեղծել եւ տարածել եւ այն վտանգների մասին, որը ստեղծում է արհեստական բանականության գործիքներով այդ սինթետիկ կոնտենտը, նորից որի վտանգների մասին մենք քիչ ենք խոսում եւ այստեղ ես կարծում եմ մամուլը պետք է լինի մեր դաշնակիցը, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արդյունավետ նպատակներին հասնենք։ Սա է, ես մեր կատարած աշխատանքներին շատ կարճ կանդրադառնամ, որովհետև ես խնդրեցի մեր մամուլի ծառայությունին ձեզ շատ կարճ տեղեկանք պատրաստեց, որտեղ թվային մեջ տվյալները բոլորը ամփոփված կան եւ եթե հարցեր լինի, ես կփորձեմ բոլոր ձեր հարցերին պատասխանել եւ ուրեմն ես շատ կարճ կխոսամ մեր նախորդ տարվա կատարված աշխատանքների մասին, նամանավանդ որ շուտով մենք հրապարակելու ենք ազգային ժողովի եւ ամբողջ հանրության համար մեր տարեկան հաղորդումը, որտեղ հանգամանալից անդրադառնул ենք բոլոր խնդիրներին։ Բայց մի երկու շատ կարևոր համեմատություն ես ուզում եմ անեմ, որովհետև նախորդ տարի մի քանի լրատվամիջոցում շարժվել էր այդ հարցը։ Տեսեք, նախորդ տարի եւ ընդհանրապես վերջի տարիներին մենք բավականին շատ վարույթներ ենք նախաձեռնում, օրինակ 2025 թվականին մենք նախաձեռնել ենք 84 վարույթ։ Ձեզ այդ թիվը ոչինչ չի ասի, եթե ես համեմատություն չանեմ, որ 2011-ից 2018 թվականից, ինչի 2011-ից, որովհետև առաջին մրցույթները հանրային մուլտիպլեքսի սլոթերի համար 2011 թվականին էին կայացել, 2011-ից 18 7 տարվա ընթացքում մեր հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ։ 15 վարույթ 7 տարվա մեջ եւ միայն անցյալ տարի 85 վարույթ, 84, պատկերացնում եք տարբերությունը եւ ընդհանրապես 19 թվականից մինչեւ նախորդ տարի մոտ 400 մենք վարույթ ենք նախաձեռնել, որի արդյունքում պարզ է, որ որոշ լրատվամիջոցներ պատիժներ են կրել ֆինանսականից մինչեւ օրինակ հաղորդումների կասեցում եւ մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ մենք շատ կոշտ ենք մոտենում, որ մենք խոչընդոտում ենք մամուլի աշխատանքը, որ մենք ոտնահարում ենք խոսքի ազատությունը եւ այլն, ես ուզում եմ շատ քիչ են եղել այդպիսի հրապարակումները, այնուամենայնիվ դա պարզաբանման իհարկե կարիք ունի։ Տեսեք, մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են, եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Մի մասը դա է, որը միայն պաշտպանում է տնտեսարողների շահերը։ Երկրորդը դա օրինակ բռնության տեսարաններն են, որը շատ կարևոր է դրանով պայքարելը։ Մի մասը ծխելու այդ դրոշմը դնելը հաղորդումից առաջ այդ օրենքի խախտումը, մի մասը գովազդի օրենքի խախտումներն են եւ այդ պատիժները եւս կրում են հանրօգուտ բնույթ, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ այն ապրանքատեսակի գովազդը, որը վնասում է ֆիզիկական եւ հոգեվոր առողջությանը, այսպես ասեմ։ Դա եւ ոգելիչ խմիչքներն են, դա եւ առանց լիցենզիայի դեղամիջոցներն են, դա ոգելիչ խմիչքներն են, ծխախոտն է եւ այլն։ Այսինքն որևէ պատիժ, որ իրականացվել է մեր կողմից, ինքը միտված չի եղել խոսքի ազատության սահմանափակմանը։ Սա մեկ եւ մի քանի անգամ ինձ հարց տվեցին, արդյոք դա չի փչացրել մեր եւ հեռարձակողների հարաբերությունները, ոչ։ Մենք շատ լավ իրար հասկանում ենք, եւ մեր այս կատարած քայլերը վերջի տարվա մեջ իրականորեն նվազեցրել են օրինակ նույն հեղինակային իրավունքի պաշտպանումը եւ մենք մեր դրսի գործընկերներից բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ շնորհակալություն են հայտնում, որ մենք այդ անզիջում
պայքարը տանում ենք, իսկ դա նաև բացի ամենից խոսում է նաև Հայաստանի միջազգային ասպարեզում հեղինակության մասին։ Սա շատ կարևոր է, որ ես ուզում եի նշեի։ Նույնը դատական վարույթներն են։ Շատերը զարմանում են, որ վերջի տարիներին էականորեն շատացել են դատական հայցերը հանձնաժողովի հանդեպ, հանձնաժողովի որոշումների, կայացրած որոշումները բողոքարկվում են դատարաններում եւ միայն անցյալ տարի մենք մասնակցել են 14 դատական այլ գործընթացներում, 6-ը արդեն ավարտվել է, այդ միայն մեկ տարվա ընթացքում, էլի պետք է համեմատություն բերեմ, որ 2011-ից 18 թվականին ընդամենը հանձնաժողովի դեմ եղել է 3 դատական հայց։ Տեսեք, էլի 7 տարվա մեջ ընդամենը 3, նախորդ տարի միայն 14 դատական գործընթացներում ենք եղել, դա մեզ միայն ուրախացնում է։ Ինչն է խնդիրը, եթե նախկինում եւ լրատվամիջոցները եւ պետական մարմինները, այդ թվում մեր հանձնաժողովը ոչ իրավական մեթոդներ էին դիմում, որպեսզի այս կամ այն խնդիրը լուծեն, ապա այսօր բոլոր խնդիրները կամ գրեթե բոլոր խնդիրները լուծում են դատարանի միջոցով, որը բարձրագույն ատյանն է։